Լեգիտիմացված ագրեսիան քանդելու, վիրավորելու մասին չէ։ Դա այն մասին է, երբ անձը կարող է ասել. «Այո, ես զգում եմ զայրույթ, որովհետև իմ սահմանը խախտել են»։ Լեգիտիմացված ագրեսիան անտեսման, անարդարության, դավաճանության, արհամարհանքի մասին է։ Եվ մենք պետք է սովորենք խոսել այդ մասին։ Ոչ թե մենք պետք է մտածենք, որ ինձ հետ մի բան այն չէ, ես ինչ-որ բան այն չեմ անում, ինձ պետք է ավելի համբերատար լինել եւ այլն, այլ ուղղակի մենք պետք է հասկանանք, որտեղ է մեր ցավը, որտեղ են մեզ հետ անարդար վարվել եւ որտեղ է այն տեղը, որ մենք պետք է սահման դնենք։ Հաճախ մենք փորձում ենք այդ ամենը մեր ներսում տեղավորել, ավելի հանդուրժող, ավելի ներող լինել, ավելի համբերատար երևալ, բայց արդյունքում մենք ուղղակի ունենում ենք հիվանդ մարմին եւ հիվանդ հարաբերություններ։ Թերապիայի մեջ հաճախ են կանայք գալիս ու ասում. «Ես ատում եմ, ես ուզում եմ պատժեմ, ես ուզում եմ իրան վնաս տամ», ու դրա պատճառով իրենք հաճախ ավելի մեղավոր են զգում։ Իսկապես սկսում են մտածել, որ իրենք բավարար լավը չեն, նորմալ չի, որ իրենք այսպիսի զգացողություններ ունեն իրենց երեխայի նկատմամբ, ամուսնու նկատմամբ եւ։ Բայց նորից ես այսօր խոսում եմ լեգիտիմացված ագրեսիայի մասին։ Ագրեսիա, երբ որ դու իսկապես կարողանում ես ասել. «Այո, ես այսպես եմ զգում, որովհետև ինձ հետ անարդար են վարվել»։ «Այո, ես այսպես եմ զգում, որովհետև ինձ խաբել են, որովհետև ես ներդրվել եմ, ես նվիրվել եմ, ես ամեն բան արել եմ առողջ, երջանիկ, ապահով հարաբերությունների համար, բայց արդյունքում ինձ դավաճանել են»։ Նորմալ է, եթե դուք ունենում եք այդպիսի զգացողություններ։ Պարզապես պետք է գտնել ապահով միջավայր, որտեղ դուք կխոսեք ձեր ցավի մասին, որովհետև այն ագրեսիան, որը լսված է, այլևս չի գոռում, այն զայրույթը, որը լսված է, այլևս չի վնասում։ Մենք պետք է սովորենք գտնել ապահով միջավայր, խոսել այդ ամենի մասին, հասկանալ, որ նորմալ է, եթե ես ունեմ այդպիսի զգացողություններ, երբ ինձ հետ անարդար են վարվել։ Իսկ ովքեր որ կցանկանան իմ ներկայությամբ խոսել իրենց ցավի մասին, կարող եք զանգել կամ գրել 095 51 44 54 հեռախոսահամարով։ Ես սիրով սպասում եմ ձեզ։